որոշեց 15 րոպե ընդմիջում հայտարարել եւ ինչու հիմա դեռ չեք սկսել 15 րոպեն ավարտվել է վաղուց նիստը։ Մենք ուզում ենք քվեարկություն անենք, քաղաքապետը հայտարարեց քվեարկություն, ընդդիմությունը պահանջեց 15 րոպե ընդմիջում, որը որ կանոնակարգով իրավունք ունի։ Եվ քանի որ հիմա 1-ից 2-ի հատվածի մեջ ենք, կանոնակարգի պաշտոնական ընդմիջումն է 1 ժամ։ Դա ավելի կարևոր գերակա թե կանոնակարգը, որովհետեւ Հավինյանը հայտարարեց 10 րոպե ուշացումով հայտարարեց 15 րոպե ընդմիջում։ Ֆրակցիայի ղեկավարը իրավունք ունի քվեարկությունից առաջ ընդմիջում պահանջելու։ Ինքը դա պահանջեց եւ քանի որ իր պահանջած ընդմիջումը համընկավ պաշտոնական ընդմիջման հետ, դրա համար ժամը 2-ին ենք վերադառնում։ Այսպես ասած հասկացել, որովհետև եկել է հիմա ես մեղավոր չեմ, որ չէին հասկացել։ Ես հասկացել եմ ինքներ ունեք Հանրապետություն խմբակցության հետ, Անի Խաչատրյանն ընդդիմադիրները։ Չէ, Անի Խաչատրյանը նեղացավ գնաց, չգիտեմ ինչ որ երևի նեղացել եք, որ իրեն չեք պաշտպանել եւ հիմա դուք խնդիր ունեք ձայների բավարար քանակ ապահովելու եւ ձեր քույր կոալիցիոն գործընկերները չկան, հիմա չեն գալիս, որ ձեզ քվեարկեն ձերը։ Նախ քույրը չգիտեմ ինչ կոնտեքստում ասացիք, դուք երևի կիմանաք, բայց այդպիսի հարց չկա, ավելին մենք ուզում ենք, որ այս հարցը ընդդիմության քվեարկությամբ անցնի։ Որովհետև նախագիծը լրացումը մյուս նիստին էլ կարող են առաջարկել անել, ոչ մի բան չի խանգարում, որ այս նիստին իրանք քվեարկեն, որովհետև մենք համայնքի բյուջեով ձեռք ենք բերել 12 փոշեկուլ մեքենա եւ այդ 12 մեքենաների համար վարորդների հաստիք ենք ավելացնում։ Հիմա այդ ընդդիմությունը դեմ է, որ քաղաքը 12 փոշեկուլ մեքենա շահգործի, ինչ ասեմ։ Պարոն Գալստյան, իսկ ինչ էիք քննարկում քիչ առաջ ներքևում Հանրապետություն խմբակցության հետ։ Հանրապետություն խմբակցությունն ասում է, որ չեն մասնակցելու։ Ո՞վ ասում։ Ինչ են ասել։ Շատ լավ, կարող է այդ է իրանց դիրքորոշումը, թող այս անգամ ընդդիմության քվեարկության մասի։ Տեսնեք իրենք համայնքի շահի մասին մտածում են, թե չէ։ Ձեր մեջ ինչի չեն մասնակցում։ Որպեսզի ընդդիմությունը քվեարկի։ Եվ տեսնենք ընդդիմության դիրքորոշումը համայնքի շահից բխող որոշման վերաբերյալ ինչպիսին է։ Դա կարծում եք հիմնավոր արդարացում է, բնականաբար մյուս դա ասացի են ինչ որ կա։ Քվեարկությունների ժամանակ հաստատ չեք թողել, որ ընդդիմությունն էլ ձեզ միանա, չէ։ Միշտ որովհետև ձգտել եք, որ հանրապետությունը միանա, որ ընդդիմությունը միանա, քվեարկի չքվեարկի անցնի։ Ձգտել, ես ասում եմ, որ այս պահին է դա, թող տեսնենք ընդդիմությունը ոնց կքվեարկի։ Ոչ, բացարձակ։ Չի պարոն Գալստյան, տեսնենք ընդդիմությունը իրան չգիտենք ով է ասել։ Հիմա բայց գիտենք, որ ես եմ ասում եմ չէ։ Լավ, նախորդ 2 օր առաջ Երևանցու շահը ստորադասելով դուք ձեր անձնական ներքին խնդիրներն եք ուզում։ Ինչ, այսինքն այդ հարցը ոնց ցակեց ձեր։ Որովհետև ինչ։ Ասում եք չեն գալիս, տեսնենք ընդդիմությունը ոնց է քվեարկելու, ինչ է։ Որովհետև ընդդիմությունն էլ է, չէ՞, համայնքի շահ, ավականու անդամը համայնքի շահ, չէ՞, պետք է սպասել։ Ինձ բառացի ասացին Գևորգ Ստեփանյանն, ինձ բառացի քիչ առաջ ասաց, որ մենք կողմ ենք այս նոր փոշեկուլներին եւ նոր հաստիկներին, բայց որոշակի լրացումներ ենք ուզում անենք, մի բան էլ երևի ավելացնեն։ Մյուս նիստին թող նախագիծ բերեն, խնդրեմ։ Իսկական է, մանկապարտեզ չէ, ամեն անգամ նույն չի, դա իհարկե, թող հարցը բերել, քվեարկել ժամանակ ծախսել։ Այսինքն ինչ համայնքի հետ կապված որոշումը ժողովրդին չի համարենք հավաքվել ժամանակներս ինչի վրա պետք է ծախսել։ Համայնքի շահից եք խոսում, բայց ինչին է հիմա անթարաշ գնացեք, թող ընդդիմությունը լրացնի, ավելի ճոխացնի, ավելի լավացնի այդ նախագիծը։ Թող մյուս նիստով լրացնի, ով է խանգարում։ Առաջ գնացեք։ Առաջի բան չկա, այսինքն հիմա ինչն է խանգարը, որ այս նախագիծը անցնի, մյուսին եթե ուզում են լրացնել, որ դուք ընդառաջ գնաք, այս հարցում կառուցողական է։ որովհետև մի ամիս այդ մեքենաները էլի չեն շահագործվի։ Գնել ենք, այսինքն մի ամիս ու շահագործվում։ Խնդրեմ, բայց իրանց ցանկությունն է։ Բայց հիմա դուք կներեք այս արտահայտության համար, պարոն Գալստյան, կամակորություն եք անում։ Ասում եք նայենք, տեսնենք ընդդիմությունը համայնքի շահի նկատմամբ իրեն ոնց կդրսևորի, բայց այդ նույն համայնքի շահը դուք ոտնատակ եք տալիս։ Ոնց, ասում եք հանրապետությունը թող չի մասնակցում, բայց տեսնենք ընդդիմությունը ոնց կքվեարկի։ Եվ բայց այսինքն հիմա ընդդիմությունն է, չէ՞, դեմ քվեարկելու, եթե դեմ քվեարկի։ Հիմա Մասնակցել տրամաբանական եք ոնց կքվեարկեք։ Ով կողմ քվեարկի։ հանրապետությունը։ Եվ Դե ես հիմա ձեր հարցին պատասխանեցի, հիմա կանանք նույն բանը եւ 3 անգամ խոսանք։ Պարոն Գալստյան, մի քանի օր առաջ Էլի Մայր Հայաստանը հայտարարեց, որ օրն է, երևի ուրբաթ օրն էր, կարծեմ, հանձնաժողովի նիստը, որ տրանսպորտի թանկացման մասով դրական եզրակացություն է եղել։ Որտեվ դուք բավարար քանակությամբ մարդիկ չեք։ Որտեվ երկու հոգի այդ բան երկրում չեն գտնվել մեր խմբակցությունից, դրա համար այդ բան քանակությամբ իրանք շատ են եղել, տենց ա եղել արդյունքը։ Փաստը այն է, որ հիմա
օրենսգիրքը ինքը չի նայում, չէ՞, տենց որ երկու հոգի երկրում են եղել թե ինչ պատճառներով, նայում է։ Հա, օրենքը նայում է, որ շատ հիմա դուք առաջնորդվելու եք դրական եզրակացությամբ եւ գլխավոր նիստում եւս կողմ քվեարկել։ Որովհետեւ նախորդ նիստում այս հարցը կար, մենք դուրս եկանք, որտեւ այդ օրակարգը սպառվել է այդ թեմայի վերաբերյալ, այսինքն դա էլ օրակարգը ստորագրել ոնց է սպառվել։ 50000 մարդ էլ է ստորագրել, քննարկել է։ Դա Ինչ, նա դա 17000-ի 80000-ի տարբերությունը գիտեք որն է։ Շատ մեծ տարբերություն Նա կա։ ԿՀ-ով է գնացել ու մտել ավական Ինչ կապ ունի, մարդիկ են, ինչ կապ ունի Բանաձորցին չի կարող Երևանի Դե գնացեք ստորագրը հավաքողից արծրեկումից հավաքել։ Բացառապես Երևանի գրանցումը անձնագրով ու Շատ լավ, ես ասում 80000 մարդու ստորագրություն մենք քննարկել ենք, մեր որ դիրքորոշումը արտահայտել ենք եւ կներեք մենք չենք պատրաստվում մի քաղաքական ուժի բերած նախագիծ քննարկենք, որը որ ակնհայտը համայնքի շահից չի բխում, որոնք որ կողմեն, ասենք Վարդան Ղուկասյանի քաղաքապետությանը, որը որ Հայաստանի պետականության դեմ հայտարարություններ անում։ Գյումրի, Բանաձորը, հիմա ինչ անենք։ Չեք լսել որ հայտարարել որ Միութենական պետության ինքն էլ ձեզ հակադարձում է, ասում է, բա որ Եվրամիություն եք գնում, ի՞նչն է խնդիրը։ Եվրամիությունը ինչ կապ ունի միութենական պետության հետ։ Եթե ինքը դրանց տարբերությունը Եթե ինքը ասում է միութենական պետությունը ինչ որ խնդիր է առաջացնում օրինակ։ կարելի է այտենց ձևակերպում տալ, բայց իրականությունը բոլորս հասկանում ենք։ Լավ, Վարդան Ղուկասյան Լիլիան Արմի հետ, որ դες հովանավորչության մեջ են մեղադրում։ Պարոն Մանուկյանի ասացի նկատի ունեք, ոչ, պարոն Մանուկյանը հետո մոտեցավ ինձ, իմ ձեռքը սեղմեց եւ ասաց ես սխալվել էի, քանի որ կարծում էր որ ես կողմ եմ քվեարկել նախագծի զեկուցվող լինելուն, այնինչ ես կողմ էի քվեարկել, որի մասին պարոն Մանուկյանը տեղեկացավ եւ ասաց ներողություն։ Իսկ այդ Հալաբյանի գետնանցման անխիթար վիճակը տեսել եք, ամսի 24-ին հազարավոր մարդիկ են անցնելու այդտեղ 2 օրից ընդհանրապես չեք մտածում այդ մասին։ Նկատի ունեք ապրիլի 24-ի հետ կապված, ճիշտ ասած այս բանի վիզուալ չգիտեմ ինչ իրավիճակը, վարչական շրջանի ղեկավարի հետ կխոսեմ։ Անխիթար իրավիճակը կնենք։ Շնորհակալ եմ որ տեղեկացրեցիք, կարծում թաղապետը զբաղվում է խոսում։ Հերոստատեսությամբ, չգիտեմ, կայքերով լրատվամիջոցները պարբերաբար ասում են նաև ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանն է այդ մասին խոսել։ Դուք չեք հետևում ձեր ընդդիմադիր գործընկերներին, թե քաղաքի ինչ խնդիրներ են բարձրացնում։ Օրինակ դա խնդիր է, որ Շատերին կա, որ չեն մենք հիմա տարբեր երկրներից մարդիկ են գալու ու այդ անցումով հասնելու են։ Այսինքն քաղաքի դեմքը դա է։ Տեսեք, դուք հիմա խնդիր եք։ ավելի վաղ դա հայտնաբերել եւ Այո։ Ես միջև իմ աչքով չտեսնեմ ինչ պատկեր է, ես չեմ կարող գնահատական տալ։ Դուք հիմա ցույց տվեք։ Ես գիտեմ, որ 1 տարի առաջ քաղաքապետարան նիստում քննարկվեց վերակառուցման, վերանորոգման ծրագիր, բայց մինչ Այնտեղ կրպակներ կա, որոնք հանել էին վերջերս։ գործընկերը ցույց կտա իր ասած կարգելու մասին, բայջան մի րոպե մենք էլ հարցեր տակ խոսենք։ Ինչն է խնդիրը օրինակ, ցույց չեք կարողանում կազմակերպել։ Հիմա կոնկրետ լոկալ հարց եք տալի, պետքա ճշտեմ պատասխանեմ։ Ես հիմա քաղաքապետարանի, ասենք հազարավոր ծրագիր անեմ, բոլորին չեմ կարող ասել։ Այսինքն ձեր մինչև այսօր այդ ահռելի խնդիրը չեք տեսել։ Եթե ձեր գնահատականը դա է, ես ինձ Սա է պատկերը։ Գալջան։ շատ լավ, այսինքն կրպակները հանելն են, անցնել հնարավոր է, բայց վիզուալ առումով խնդիր կա, ճիշտ եք ասում, պետք է լուծվի։ Բոլոր առումներով խնդիր կա։ Հա, ճիշտ եք ասում։ Մայթից մինչև աստիճաններ, գարշահոտություն։ Շատ լավ, հա, պետք է լուծվի այդ խնդիրը։ Մաշտոցի պողոտայի գետնանցումն էլ կառուցեցիք, հետո տեսանք, որ փոխվում են, լավ չեն կառուցվել, չափանիշներին չեն համապատասխանում միլիոնավոր դրամներ։ Օրերս էլ այդ նույն բլոգերը Արտուր Շախյանը ցույց տվեց Միասնիկյան պողոտան, որ նոր է ասֆալտապատել, բայց արդեն փոսեր են առաջանում, ճաքել են ու այդպես։ Չեմ տեսել ձեր ասած տեղեկացումը։ Աշխատանքներ են, պարոն Գալջան։ Տեսեք, այդ անորակ աշխատանքների մասին, որ խոսում են, մեծամասնության դեպքերում իրականում գումարը դեռևս տրված չի լինում, այսինքն ընթացիկ անում են, կատարողական ակտը միգուցե ստորագրված չի, գումարը բաց թողած չի եւ շինարարին, այսպես ասած, պայմանագրի համաձայն պարտավորեցնում են, որպեսզի նորից շտկի են թերությունները, որոնք այսքան հաճախ որ մենք տեսանում ենք տեսնում ինչ որտեղ ինչ որ բան վատ արված, այնպես չի, որ այդ գումարը արդեն իսկ տրված է։ Մեծամասնությունը այդպես է լինում։ Պարոն Գալջյան, մի վարորդների մտահոգող խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել։ Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց, հայտարարեց, որ Պրոշյան, Դեմիրճյան, Խաչմերուկի կառավարական ամառանոցների հետ Խաչմերուկի հատվածում փոփոխություն է կատարվել երթևեկության եւ վերևից իշխնողները ձախ չեն կարող մտնել։ Հիմա կարող է սա առաջին հասկից տրիվիալ հարց թվա, բայց այդտեղ ես էլ եմ անցնում ամեն օր այդ տարածքով հաճախակի վթարան լինում եւ շատ վատ իրավիճակ է։
հնարավոր չէ քաղաքապետարանը որոշում կայացնի, որպեսզի նախ ձախ արգելելն էլի մտնում են միևնույն է, որպեսզի կառավարական ամառանոցներին դիմաց լուսավորը դառնա կարգավորվող, այլ ոչ թե կարմիր դառնա միայն այն ժամանակ, երբ որ Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատրյանը կամ Նիկոլ Փաշինյանն են անցնում։ Պետք է ուսումնասիրեմ հարց, որպեսզի կարողանամ ճիշտ պատասխանել։ Այսօր ձեր փոխ քաղաքապետին դες այդ տարածքով անցնում էր օրինակ։ Այդտեղով շատ հազվադեպ եմ անցնում այդ հատվածով։ Ես այդ հատվածով քիչ եմ անցնում։ Տպավորություն է, գործընկերներս էլ տարբեր խնդիրների մասին նշեցին։ Տպավորություն է, որ դուք այս քաղաքում չեք ապրում, միայն մենք լրագրողներից եւ ընդդիմադիրներն են ապրում քաղաքում։ Ուղղակի ի տարբերություն ընդդիմադիրների եւ լրագրողների ես այլ կարգավիճակ ունեմ եւ այլ խողովակներով եմ այդ հարցը բարձրացնում։ Ես ամեն օր տեսնում եմ տասնյակ խնդիրներ, որոնք ուղարկում եմ համապատասխան միջոցներով, համապատասխան մարդկանց։ Հիմա դուք 1000 խնդրից մի հատը ասում եք, կարող ես այդ մի հատը չգիտեմ, այն 500 հատը գիտեմ։ Այսինքն այն որ հիմա խնդիր եք ասում, չգիտեմ, պետք է ճշտեմ պատասխանը։ Կամ Մաշտոցի գետնանցումը, գործընկերոջս նշած այդ համալիրի գետնանցումը, չգիտեմ, Պրոշյան փողոցը, դրանք բանի ինչ որ ծակուցուկեր չեն, էլի, չգիտեմ, 9-րդ մասիվի ինչ որ փողոց չի, որ դուք կենտրոնում եք ապրում, հա, օրինակ, կամ չգիտեմ։ Ես մալացա Սեբաստիան համար։ Շատ լավ։ Այդպեսի փողոցներ չեն, էլի, որ մարդիկ չտեսնեն։ Կենտրոնի ամեն օրվա կոպիտ ասած ոտքի տակի փողոց են, դուք չեք տեսնում։ Դե ասած խնդիրներից մի մասի վերաբերյալ ես տեղեկություն ունեի, ասում փակ շուկայի կապված պատասխանեցի, բայց հիմա օրինակ ասում Պրոշյանում ձախ չի թույլատրվում։ Պետք է ճշտեմ, իման ես տրանսպորտի վարչության պետը, եթե ես լինեի տրանսպորտի վարչության պետը, այդ հարցին պետք է պատասխանեի, բայց կարծում պետք է ճշտեմ նոր պատասխան։ Քանի որ տրանսպորտից խոսք գնաց, արդեն տևական որերորդ անգամն է Պրոշյանի ու Քասախի բնակիչներն են ճանապարհ փակում, քանի որ Երևան ավտոբուս-կուպեի հաշվեկշռում է արել երկու ավտոբուսներ 25 եւ 59 համարի, պահանջում են, որ այդ մի քանի 100 մետր ավել առաջանա եւ մտնի իրենց բնակավայր, քանի որ բացի որ շատները առաջացնում ֆինանսական մասով նաեւ նոր տենդեր շահած տրանսպորտային միջոցը, որը նոր համարը 100 դրամով ավելի թանկ է, 150 փոխարեն 250։ Բացի այդ ճանապարհը, որտեղով հենց մայրուղին է, երեխաները ասում են այդտեղով ոնց գնալ։ Շատ լավ։ Հնարավոր է քննարկի եւ այդ խնդրի վերջո պատասխանեմ եւ գնամ նիստի, որտեղ սկսում ենք արդեն։ Տեսեք, կա ինչ որ կանոններ։ Հիմա Երևանի հանրային տրանսպորտը գործում է Երևանում, որը ունի հստակ սահմաններ։ Հիմա կարող է բնակիչների կողմից խնդրանք լինի մի քիչ ավել գնա, շատ լավ, բայց կարող է այդ մի քիչ ավելից հետո էլի այն մյուս բնակիչները խնդրեն, ասեն դե մի քիչ էլ եկեք ու տենց գնանք։ Հիմա խնդիրը քննարկվում է, գիտեմ տարածքային կառավարման նախարարությունը լուծումներ է խնդրում, իրենց դիրույթում ավելի շատ քննարկումների մեջ ենք կհասկանանք ինչ լուծում ենք տալիս։ Եվ մի կարճ հարց է, հաղթանակ թաղամասի բնակիչների հետ կապված որևէ հանդիպում այս ընթացքում եղավ իրենց խնդրի։ Պարոն Համբուխյանն է համակարգում, հետո գիտեմ որ ՏԿ-ն հանդիպում ա եղել, այսինքն կոնտակտի են այն պաշտոնյաները, որոնք որ ամենօրյա ռեժիմով այդ հարցով պետքա զբաղվեն։ Իսկ Միկոյանի շենքի բնակիչների հարցը ինչ լուծում ստացավ։ Ճիշտ է, քաղաքապետի հետ հանդիպել էին, բայց որպես այդպեսին տեղեկատվություն չունենք։ Դե այն հողամասի շուրջ, որ ռիսկ էին տեսնում, որ կարող է կառուցապատում լինի, քաղաքապետը հայտարարեց, որ բացառվում է եւ դա նաեւ գլխավոր հատակագծով է բացառված։ Պարոն Գալջյան, մի բան էլ, Հրազդանի կիրճում երևի արդեն մի ամիս է, ես հաճախակի արձանագրում եմ դա, 2-3 լյուկ կա, դիտահոր կա, որոնց մեջ ծառ է բուսնել, անվադող է հայտնվել, այդ նոր տեխնոլոգիաներով է երևի որոշել փոփակել այդ փոսերը։ Պարտադիր պետք է ձեզանից ինչ-որ մեկ ընկնի այդ փոսը մեքենան ջարդի, նոր գլխի ընկնեք, որ այդ փոսերը կարելի է քաղաքի ձևով։ Առաջարկում եմ, որ 21-րդ դարում ենք, էլի մայրաքաղաք Երևանի կարող ոչ կենտրոնական, բայց ոչ պակաս 21-րդ դարին համապատասխան այնքան բաներ ենք փոխել մենք։ Այդ լյուկի կապարիչը չեք փոխում։ Լյուկի կապարիչը։ Օй ջան, որ հիմա լյուկի կապարիչը ես բոլոր լյուկերի կապարիչներին պետքա ճշտեմ ասեմ։ Հիմա որ չպատասխանեմ, կասեք չեք